Ողջույն ձեզ, այսօր այս տեսարևակի ընթացքում ես կպատմեմ Պապ Թագավորի գահակալության սկզբի քաղաքական իրավիճակը մեծ հայքում և ինչ իրադրություններ տիրում այդ ժամանակահատվածում։ Այդ ժամանակահատվածում եղել էր Հռոմեա-պարսկական պատերազմը և այդ պատերազմի ընթացքում Հռոմը և Պարսկաստանը իրար հետ փոխհամաձայնության են եկել, որպեսզի Հռոմը չօգնի հայկական պետությանը կամ մեծ հայքին, որպեսզի դիմագրավի պարսկական ոտնձգություններին և այսինքն մեծ հայքը միայնակ էր մնացել Պարսկաստանի դեմ պատերազմների ժամանակ և չէր կարողանում փոքրաթիվ բանակով դիմագրավել Պարսկաստանի մեծաքանակ զորքերին, քանի որ հիմնական տեղեկություններով Արշակ II-ի գահակալման ժամանակ հայոց բանակի թվաքանակը հասնում էր 10-ից 11 հազարի և շատ դժվար էր իրենց կողմից թե պատերազմել, թե պայքարել այդ փոքրաթիվ բանակով և այդ պատճառով Արշակ II-ը և Վասակ Մամիկոնյանը, սպայապետ Վասակ Մամիկոնյանը գնում են բանակցությունների Պարսկաստանի հետ, այդ նպատակով են գնում, բայց ինչպես գիտեք Պարսից շապու արքան չի կատարում իր խոստումները և գերի է վերցնում Արշակ II-ին և Վասակ Մամիկոնյանին, Արշակի հետ կատարվում է հողի այդ դեպքը, երբ որ շապու արքան դնում է Պարսից հողի վրա, Արշակ II-ը նվաստ է լինում, համաձայնվում է ամեն խոսքի հետ շապու արքայի, իսկ երբ որ հայտնվում է հայոց հողի վրա, Արշակը ջղայնանում է, բարկանում է և ցույց է տալիս իսկական հայի ոգին և այդ իսկ պատճառով շապու արքան չի ցանկանում նրանց բաց թողնել, քանի որ տեսնում է նրանք կարող են հենց Հայաստանում կամ հայքում հայտնվելուց հետո նորից էլի պատերազմները շարունակեն և այդ իրավիճակից զերծ մնալու համար նա Վասակ Մամիկոնյանին ողջ մաշկը քերթում է և մաշկը տիկ է անում դնելով Արշակ II-ի աչքի առաջ և այնտեղ Արշակ II-ը իրեն ինքնասպանություն է գործում և այդ ժամանակահատվածում նաև գիտենք, որ Փառանձեմ Թագուհին արտաքեստ ամրոցում է փակվում, որպեսզի կարողանա դիմագրավել պարսկական զորքին, նաև Անդոկ Սյունու այդ հայտնի դեպքն է կատարվում, երբ որ ապստամբություն է լինում Քուշաների կողմից, Անդոկ Սյունին Տիզբոն է գալի և պարսիկները չգիտես ինչու մտածում են, թե Սիսիական այդ գունդը եկել է օգնելու պարսիկներին, որպեսզի ապստամբությունը մարեն, այդ ամենը ճիշտ է պետք է այդ ամենին հասներ Անդոկ Սյունին ահռելի մի տասնյակ տարիների գործունեության ընթացքում, այսինքն եղել են ժամանակներ, երբ որ հայոց այրուձին եղել է պարսկական տարածքում և մարել է պարսիկ ապստամբությունները, նաև մղել է պարսիկների թշնամիների դեմ պայքարներ, ըստ որոշ տեղեկությունների
այդ այրուձին հասնում է 7000-ից մինչև 10000 հայկական այրուձին, ինչը ահռելի ուժ է պարսիկների համար հայերի կողմից օգնության եւ որոշ ըստ ինձ որոշ պայմաններով Արշակ II եւ Շապուհ արքան այդ ամենին են հասել, երբ որ Շապուհին այդպես օգնում է հենց հայոց այրուձին եւ նորից եմ ասում, Անդոկ Սյունին երկար ժամանակ պետք է ունենար, որ պարսիկների կողմից այդպիսի վստահություն ձեռք բերել, որպեսզի կարողանար այդ ամենը, ինչ ի կատար ածեց Անդոկ Սյունին, կարողանա լինել եւ այդ ըստ ինձ այդ ժամանակահատվածը հենց համընկնում է Արշակ II-ի գերեվարելուն, սպանության եւ Փառանձեմ թագուհու Արտակես ամրոցում փակվելուն եւ Պապ թագավորի հետ գնալու հռոմեական կայսրություն, Վաղերս կայսրի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան դիմագրավել պարսիկ ոտնձգություններին եւ ես այդ ժամանակահատվածը համընկնում է ըստ ինձ այդ ամենին եւ ես հավակնած եմ, որ դա եղել է հենց այդ ժամանակահատվածում Արշակ II-ի գերեվարելու եւ Փառանձեմի Արտակես ամրոցում փակվելու այդ հատվածում, որովհետեւ հիշում եք, երբ որ Փառանձեմ թագուհին փակված էր Արտակես ամրոցում, այդ ժամանակահատվածում պարսիկների եւ հայերի միջև տեղի է ունենում որոշակի առումով փոխհամաձայնություն եւ պաշարումը թողնում են պարսիկները, սա հանգամանք է, որ պարսիկները թողնեն պաշարումը եւ գնան ապստամբությունը Քուշաների դեմ ապստամբությունը մարելու համար եւ շատ դժվար կլիներ իրենց համար երկու կետով պատերազմել եւ Հայաստանում եւ Քուշաների կողմից դա շատ դժվարին իրավիճակում կհայտնվել եւ այդ ամենը զորքին ազատելու եւ զորքը գնալու դեպի Պարսկաստան, որպեսզի օգնի Քուշաների դեմ ապստամբությունը մարելու, դա եւս մեկ դրդապատճառ է, այդ իրագործածը նաեւ դա էլ է պատճառ հանդիսանում, որպեսզի Արտակես ամրոցի պաշարումը թողնեն եւ հետ գնան, որովհետեւ ինչպես գիտեք, ինչպես նշել է Անդոկ Սյունին Շապուհի գանձարանով գալիս է Հայաստան եւ Հայաստանում անհայտ տեղում պահում է Շապուհ արքայի գանձարանը եւ վերցնելով իր որդուն Բաբիկին եւ թոռանը Պապին, արքայազն Պապին գնում է հռոմեական կայսրություն, այնտեղ բանակցություններ վարելու համար եւ այսպիսի քաղաքական իրավիճակում է գտնվում, շատ բարդ քաղաքական իրավիճակում է գտնվում հայքը այդ ժամանակահատվածում, նաեւ հայկական արքունիքում նախարական ընտանիքներում էլ է լինում տարբեր ուղղվածություններ եւ 3 մասի է բաժանված լինում արքունիքը, առաջին մասը դա պարսկական ուղղվածություն ունի, դա Մերուժան Արծունին եւ էլի եւս մի քանի նախարական տոմեր միացած էին Մերուժան Արծունուն եւ նրանք պարսկական ուղղվածություն ունեին, նաեւ հռոմեական ուղղվածություն կար ընդհուպ կաթողիկոսի ներսը շնորհալու, ինչպես գիտենք, հռոմեական կայսրությունը այդ ժամանակ ընդունել էր քրիստոնեությունը եւ
հայ կաթողիկոսին տանում էին այնտեղ եւ այնտեղ էր նա ձեռնադրվում որպես կաթողիկոս եւ ըստ այդ պատճառով Ներսե Շնորհալին հռոմեական ուղղվածություն ուներ, նաեւ Վասակ Մամիկոնյանից հետո Մուշեղ Մամիկոնյանը նաեւ հռոմեական ուղղվածություն ուներ, իսկ կենտրոնաձիգ հայկական մտածելակերպ ունեցողները դա արքունական թագավորը կարող է լինել եւ մի քանի նախարարական ընտանիք, Բագրատունիները եւ այլ տոհմեր կենտրոնաձիգ հայկական ուղղվածություն ունեին եւ նրանք մտածում էին որպես հայկական պետականությունը պահպանելու համար եւ պետական մտածելակերպի տեր տոհմեր էին եւ նրանք չէին ցանկանում ստրկական այդ իրավիճակում գտնվել կամ հռոմեական կամ պարսկական ազդեցության ներքո եւ նրանք այդ պատճառով կենտրոնաձիգ քաղաքականություն են վարում, ինչը Պապի կողմից շատ դժվար էր, որովհետեւ նա 16-17 տարեկանում դառնում է միապետ, նաեւ այդ ժամանակ գոյություն ուներ նորից աշխարհաժողովը եւ ժողով քննարկումներ էին անում, որոշումներ էին կայացնում եւ այդ պատճառով այդ որոշումների հիման վրա ինչ-որ քայլեր էին ձեռնարկում, բայց այդ ժամանակ, ինչպես գիտենք, Մուշեղ Մամիկոնյանը երբ որ ստանձնում է սպարապետությունը եւ այդ Հռոմի կողմից խարդախություն իրագործվում է, նրանք ավելի շատ հռոմեական կայսրության կողմն են անցնում, քան թե պարսկական, բայց ավելի ճիշտ կլիներ ոչ թե ոչ հռոմեական, ոչ պարսկական ուղղվածություն ունենալ, այլ իմանալ սեփական պետության շահերը, այդ շահերից դրդված եւ ոչ թե գտնվել Հռոմի կամ Պարսկաստանի ազդեցության ներքո եւ մինչեւ սպարապետի եւ կաթողիկոսի այդ մտածելակերպը շատ բարդ էր եւ շատ բարդ իրավիճակում է հայտնվում Պապ թագավորը նաեւ չգիտես ինչու նրան շատ լեգենդների եւ միֆերի հետևանքով նրան տարբեր մեղադրանքներ են տալիս, նաեւ այդ միֆերին եւ լեգենդներին ես կանդրադառնամ առանձին տեսահոլովակով, ինչու եմ ես համարում այդ ամենը միֆ կամ լեգենդ, որովհետեւ երբ որ օրինակ վերցնենք կորեական կինոյից, երբ որ թագուհին մայրը արքայի մայրը երբ որ գալիս է մտնում է ֆիլմի մեջ տեսնում է որ իր տղան տղայի հետ է, դա փաստագրված եւ փաստացի տեսնողներ են եղել, բայց ես կարող եմ նաեւ այդ ընթացքում կուսումնասիրեմ նաեւ կնայեմ ինտերնետով թե ինչ է կատարվել այդ ժամանակում, թե պատմիչները հազարպարպեցին նաեւ այլ պատմիչներ այդ ամենը վերագրելով Պապ թագավորին, որ թվականների, որ դարերի պատմիչներ են եւ ըստ դրանով ես կարող եմ հասկանալ, թե ինչու են այդպես մտածում, թե փաստացի հիմքեր չեն բերում, տեսել են դա նշելը մեկ այլ բան է, նշել թե ովքեր են տեսել այդպիսի դրվագներ, այդպիսի դեպքեր, դա այլ բան է, ականատեսներին մատնացույց անել, ցույց տալ թե ով են տեսել այդ ամենը եւ դա այլ միտված է, իսկ ասել թե տեսնողներ կային, տեսնողներ եղել էին, օրինակ Փառանձեմը դևերի այսպեսի միֆերի արդյունքում Պապ թագավորը դևերին էր ծառայում, դա լոկ միֆեր եմ ես համարում եւ երբ որ ականատեսների եւ ինչ որ
գործողությունների արդյունք չեն մատնացույց անում կամ օրինակի համար մոգեր են լինում, մոգեր կարող են լինել այդ ժամանակ եւ այդ մոգերը մոգություններով զբաղվեն եւ կռապաշտությամբ ավելի ճիշտ ըստ ինձ հայ հոգեբանության հայ մտածելակերպի մեջ ընդհանրապես չի եղել պաշտել աստվածներին, մենք ունեցել ենք մի աստվածություն, մեկ աստված է եղել եւ այդ հենց դիցաբանություն անվան մեջ գրված է, որպես այդ անձերին, այդ աստվածային ուժ վերագրվող դիցերին նրանք չէին համարում աստվածներ, միայն պաշտում էին Արարիչ Աստծուն եւ դա ամրագրված է եւ Հայկ Նահապետն էլ նորից նշեմ, Հայկ Նահապետն էլ իր պատգամն է թողնել բոլոր հայերին եւ հայերի մեջ այդ ամենը ամրագրված է, ճիշտ է, եղել են նախարարական տոհմեր, եղել են մոգեր, որ զբաղվել են կռապաշտությամբ, բայց դրա այդ ամենի հետևանքը եղել է հելենիզմի մուտք գործելը հայկական լեռնաշխարհ եւ այսինքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից է սկսվել այդ ամենը, նաեւ կան որոշ տեղեկություններ, որոշ դրվագներ, որ Հնդկաստանից գալիս են երկու եղբայրներ եւ նրանք էլ իրենց կուռքերն են բերում այստեղ եւ այդ կուռքերին են սկսում պաշտել, սա էլ մի միտված է եւ դա ամրագրված կարող է լինել, ես ավելի կուսումնասիրեմ, ավելի մանրամասն կուսումնասիրեմ եւ կհասկանամ թե ինչ է կատարվել այդ ժամանակահատվածում եւ հետագայում կհայտնեմ այդ ամենի մասին եւ ես իմ ուսումնասիրությունների արդյունքում ես այն մտքին եմ եկել, որ հայկական լեռնաշխարհում հայերը երբևէ իրենք աստվածություններ չեն ունեցել, այսինքն մեր դիցաբանության մեջ դա գրված է, հենց անվանումը իրենը ասում է, ոչ թե մենք հույների պես ասում ենք օլիմպիական աստվածներ, այլ ասում ենք հայկական դիցաբանություն եւ այսպես ենք մենք անվանում եւ չենք ասում, ընդհանրապես մենք չենք ասում աստվածներ, ճիշտ է աստվածային ունակություններ տալիս են տարբեր Վահագնին կամ Աստղիկին, չգիտեմ, տալիս են աստվածային ունակություններ, քանի որ նրանք Աստծո որդիներն են համարվում, այդ իսկ պատճառով նրանք հայ մտածելակերպի մեջ հայկական այդ դիցերը բարի, առաքինի, քաջ, զորավոր, արդարամիտ դիցեր են լինում եւ նրանք անօրինություններ չեն անում, դա ամրագրված է հենց հայկական աստվածաբանության կամ դիցաբանության մեջ եւ այսքանը այս տեսօրովակի ընթացքում բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, լայքեր թողեք, մեկնաբանություններ թողեք, թե դուք ինչ եք մտածում այս թեմայի շուրջ եւ հետագայում ես կասեմ, թե Պապ Թագավորը իմ համար ինչպիսի թագավոր է եղել եւ ինչ եմ մտածում այս թեմայի շուրջ։ Շնորհակալություն նորից դիտելու համար, բաժանորդագրվեք իմ այս YouTube-յան ալիքին, որպեսզի ավելի հետաքրքիր տեղեկություններ հայտնեմ իմ հետևորդներին։